Վարորդական իրավունքի զրկված անձանց համար իրավունքի վերականգնման մոդելը կփոփոխվի։ Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Գործող կարգավորման վարորդական իրավունքը լինում է վերականգնել բացառապես տեսական եւ գործնական քննությունները հանձնելու միջոցով։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր, առավել թիրախային մոդել, հիմնված վարելու իրավունքի զրկված անձանց վարքագծի փոփոխության եւ դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։ Քննարկումներում կանգ են առել հետեւյալ մոդելային լուծման վրա։ Զրկման ժամանակահատվածը անցնելուց հետո, այսինքն որպես կանոն այն 1 տարին է, բացառիկ դեպքերում այն 2 տարին է, զրկման ժամկետը անցնելուց հետո անձը պիտի վճարի պետական տուր 50,000 դրամի չափով, այնուհետև սահմանվում է 1 տարի ժամկետով փորձաշրջան անձի համար եւ 1 տարի փորձաշրջանի շրջանակներում անձին տրվում է 6 բալային միավոր։ Այսինքն սահմանափակ բալային միավորներ են տրամադրվում փորձաշրջանի ընթացքում, որպեսզի անձը ցույց տա, որ վարքագիծը փոփոխվել է եւ կարող է վերադառնալ տրամաբանության, երթևեկության շրջանակ։ Եթե փորձաշրջանի ընթացքում ամեն ինչ հարթ է անցնում, հաջորդ տարվա ընթացքում վերականգնվում է 13 բալի հնարավորությունն անձի համար։ Իսկ եթե փորձաշրջանի ընթացքում անձը կրկին զրկվում է վարորդական իրավունքից կամ սպառվում են բալերը, ապա սա համարվում է զրկում կրկին եւ անձը չի կարողանում օգտվել վարորդական իրավունքից, իսկ հետագա վերականգնումը կարող է տեղի ունենալ արդեն տեսական եւ գործնական քննությունների պարտադիր վերահանձնման ճանապարհով, որովհետեւ այդ դեպքում արդեն ավելի խորը խնդիր ունենք անձի գիտելիքների եւ հմտությունների հետ կապված։ Նախագիծն ունի անցումային դրույթ, որը վերաբերվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձանց միջև այս օրենքն ուժի մեջ մտնելու պահը զրկվածներին, որոնք կկարողանան դիմել եւ վերականգնել իրենց վարորդական իրավունքը։ Խնամքին մինչև 12 տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը, այդ թվում խնամատար ծնողը, որդեգրողը կամ խնամակալը իրավունք ունենան օգտվելու ծնողական ժամից։ Կառավարության հեղինակած նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ հասկացությունը։ Կես ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն 1 եւ 2 երեխա։ 1 ժամ կարող են բացակայել այն ծնողները, որոնք ունեն 3 եւ ավելի երեխաներ եւ ունենք եւս 1 կատեգորիա, եթե երեխան ունի հաշմանդամություն, ապա մինչեւ 18 տարեկանը այս ծնողները անկախ երեխայի կարգաթվից կարող են 1 ժամ աշխատանքից բացակայել եւ կվճարվեն իրենց միջին հիմնական աշխատավարձով։ Ծնողական ժամից կարող են օգտվել երեխայի եւ հայրը եւ մայրը։ Դեղերի ապօրինի վերադարձը շուկա կկանխվի, նախատեսվում են օրենսդրական խիստ կարգավորումներ։ Պատգամավորներ Վանիկ Օհանյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական փաթեթով Հայաստանի դեղագործական շուկայում ժամկետնանց կամ կեղծ դեղերի երկրորդ կյանքը կբացառվի։ Ժամկետնանց դեղերը պետք է ոչնչացվեն, սակայն պրակտիկան ցույց է տվել, որ հաճախ դրանք միայն փաստաթղթով են դուրս գրվում, իրականում կրկին հայտնվում են վաճառքում։ Օրենսդրական այս նախաձեռնությունը կոչված է փակելու այդ բացը։ Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերի ոչնչացման ամբողջական իրավիճակի վերաբերյալ, այսինքն փաստաթղթային ձևակերպումից հետո հնարավոր ռիսկեր են եղել եւ եղել են նախադեպեր, որ դեղերը հայտնվել են շուկայում եւ իրացվել են։ Նախագծերի փաթեթը բավականին մանրակրկիտ քննարկվել է առողջապահության եւ շրջակա միջավայրի նախարարությունների հետ, որոնք տվել են իրենց դրական եզրակացությունները։ Կառավարության առաջարկներն էլ արդեն իսկ ընդունվել եւ ամփոփվել են։ Նախատեսված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո 2 տարվա ընթացքում 3-րդ անգամ խախտելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզավորող մարմնի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վտանգավոր թափոնների գործածած լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու համար։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, օրենքը կդառնա այն կարևոր ֆիլտրը, որը շուկայից դուրս կմղի վտանգավոր դեղորայքը։ Օրենսդրական փաթեթը հնարավորություն կտա նաև ավելի արդյունավետ կառավարել էկոլոգիական ռիսկերը, որոնք առաջանում են դեղերի ոչ պատշաճ ոչնչացման դեպքում։ Կառավարությունը նախատեսում է ռեֆորմային փոփոխություններ կատարել բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում եւ առաջարկում է ներդնել այդ տարածքների կառավարման ճկուն մեխանիզմ։ Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում առաջարկվում է ներգրավել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Մենք համայնքներին հնարավորություն ենք ընձեռնում ինքնուրույն գնահատել եւ առանձնացնել այն տեղական նշանակության տարածքները, որոնք կարող են համարվել բնության հատուկ պահպանվող տարածքներ, իրենց էկոհամակարգերի առանձնահատկություններից ելնելով եւ կառավարել սույն օրենքով սահմանված կարգավորումներով։ Սահմանվել է բնության հուշարձանների եւ հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման հատուկ գործիքակազմ, որով մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռնվելու
եւ համայնքներին եւ իրավաբանական անձանց իրականացնելու բնության հուշարձանների կառավարումը։ Սահմանվել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Բացառությունը շատ կարևոր է մեր համար, որ մեր հատուկ պահպանվող տարածքները միայն կառուցապատման ենթարկվեն խոշորածավալ եւ արժեքային ներդրումային ծրագրերի արկայության, ինչպես նաեւ համապատասխան կարգավորումների պահպանության ռեժիմով։ Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կապահովի նաև բուսաբանական այգիների, դենդրոպարկերի եւ անտառապարկերի ստեղծման, կառավարման եւ կանոնակարգման, կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման եւ գործառնական կառավարման առավել միասնական եւ կանխատեսելի համակարգի ձևավորմանը։ Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը եւ ավարտել իր աշխատանքը։ Հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված։